Այդ անցումային դրույթների հետ կապված այդ ձևակերպումը շատ անորոշ է, այսինքն դուք ասում եք տեղեկատվական համակարգ, եթե դրական է բոլորի կողմից սպասվող փոփոխություն է, այստեղ լրացուցիչ ջանք պետք է մարմինը գործադրի, որ առաջ այդ փոփոխություններն անի, սենց մի եսիմինչ բարդ աշխարհացունց փոփոխություն չի էլի, հա, ծրագիր պետք է գրվի, պարզ է այդ, բայց գրել եք, երբ որ ծրագիրը, հա, տենց եք զեկուցում ամենայն դեպս, երբ որ ծրագիրը պատրաստ լինի, ասում եք ուժի մեջ կմտնի, ձեր համար լավ կլինի, ժամկետ է պետք ստեղ ֆիքսել, ժամկետ է պետք եւ դուք այո պետք է գնաք օր ու գիշեր աշխատեք, այդ ժամկետի մեջ այս դրական փոփոխությունը բերեք, թե չէ հիմա օրենքի մեջ ինչ ուզում ենք գրենք, հիմա ծրագրային փոփոխություն, երբ կլինի դա, իսկ երբ կլինի, որպեսզի խոստում չլինի, իրավական ուժ ունենա, այդտեղ ժամկետ պետք է գրել, խելամիտ ժամկետ, ես չեմ ասում գրել 5 օր, 6 օր, երբ որ դրա համար պահանջվում է 1 ամիս, բայց խելամիտ ժամկետ գրվի, էլի, տենց անորոշ ձևակերպումով, որ ասում է Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, մենք օր ու գիշեր աշխատում ենք, համակարծիք եմ ձեր հետ, որ որոշակիություն չկա, բայց միանշանակ մենք ամեն ինչ անելու ենք, որ հնարավորինս արագ լինի, բայց հաշվի առնելով, որ ոչ միայն այս կարգավորումներով, այլ բազմաթիվ այլ կարգավորումներով ծրագրավորման հարցեր կան եւ ամբողջը միանգամից անելը հնարավոր չի լինում, այս պահին չեն կարողանում հստակ գնահատում տալ, ես ուղղակի կառաջարկեմ, որ եթե հնարավոր է առաջինից երկրորդի ընթացքում վերջնաժամկետ կսահմանենք, կապենք էլի ծրագրավորման աշխատանքներից, բայց ոչ ուշ ինչ-որ ժամկետ, հա, կդնենք, եթե դեմ չեք։ Տեսեք, աշխատանքը, որը որ կատարում, դուք սենց ասեմ, էլի, գիտահետազոտական աշխատանք չեք կատարելու, որը կապված է շատ անորոշությունների հետ, ոչ էլ այսպես ինչ-որ փորձնակոնստրուկտորական եւ այլ աշխատանքներ, որ բազմաթիվ անկառավարելի անորոշություններ հետ։ Կոնկրետ գործ է, ծրագրավորողները, որոնք հիմա պետք է ծրագրավորեն, նման ծրագրեր գրելու հազարավոր փորձեր կան եւ այլն եւ դրա համար էլ կան խելամիտ ժամկետներ։ Պարոն Սահակյան, իմ ասածը շատ պարզ բան է։ Մի քիչ էլ ավել, եթե ծանրաբեռնված են, բայց օրենքում հիմա էլ ինչի առաջինից երկրորդ ընթերցում եւ ինչու կապել նորից այդ աշխատանքի հետ։ Գիտեք ինչ է ստացվում։ Թիմը աշխատում, բերեք տանք իրան հնարավորություն, թող իր համար աշխատի, հիմա երբ կվերջացնի այդ ժամանակվանից այդ փոփոխությունը մտնի։ Սա մոտեցման հարց է, էլի, սա կոնկրետ այս նախագծին չի վերաբերում եւ այլն։ Այս ձեր աշխատանքը, որը առաջարկում եք դրա հետ կապում եք, ինքը շատ որոշակի աշխատանք է։ Շատ որոշակի։ Եվ այդ շատ որոշակի աշխատանքը ունի շատ որոշակի ժամկետ, որը պայմանական 2 ամիսն է։ Հիմա այդ 2 ամիս քննարկելով մասնագետների հետ, հիմա այդ 2 ամիսը տեղ պետք է ֆիքսվի եւ վերջ, տեղ այլ բան չկա, էլի, այտենց մեծ հնարավորություններ տալ ժամկետի իմաստով հայեցողական այդ պետական մոտեցում չի։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, համակարծիք եմ ձեր հետ, որ ճիշտ կլինի սահմանել վերջնաժամկետը, բայց գործնականում բազմաթիվ խնդիրներ են առաջանում եւ ծրագրավորումը չի իրականացվում պետք աշխատակիցների միջոցով, որ ռեալ կարողանան գնահատել։ Դա գնման գործընթաց է, որը կարող է տեղի ունենա, տեղի չունենա եւ որոշակի ռիսկեր է պարունակում։ Դրա համար ես առաջարկեցի, որ մենք սահմանենք ինչ որ մի վերջնաժամկետ, բայց ոչ ուշ ինչ որ ամսաթիվ, ինչի խնդրեցի առաջինից երկրորդ, որպեսզի կարողանամ գործընկերների հետ ճշտեմ, դա այն ամենա իրատեսական ժամկետը։